Այն թեման, որը որ իմ սրտում ծնվել է եւ ուզում եմ այսօր կիսվեմ ձեր հետ, վերնագրել եմ այսպես. յուղի գինը կամ ճրագդ վարպահի։ Գիտեք, շատ անգամ մենք սա այսպես մտածում ենք, յուղը ինչ գին ունի, բայց ասեմ ձեզ իրականում ամեն յուղ իր գինը ունի։ Եվ այնտեղը, որը որ ավելի շատ այսպես որից վերցվել է խոսքը, որ ուզում եմ կարդալ ու հետո կշարունակեմ, դա գրված է Ղևտացիների 24-րդ գլուխ 2-րդ խոսքը։ Նայեք ինչ ասում Տիրոջ խոսքը։ Ասում է պատվիրիր Իսրայելի որդիներին, որ ծեծված մաքուր ձետ բերեն քեզ լույսի համար, որպիսի միշտ ճրագդ վառի։ Գիտեք, ինքան հետաքրքիր է այստեղ մի հետաքրքիր բան ասում, որ ծեծված մաքուր ձետ։ Գիտեք, շատ անգամ մենք չենք էլ կարողանում հասկանալ, թե այդ յուղը ոնց կարող է ծեծվել կամ ոնց է ստացվում այդ յուղը։ Բայց գիտեք, իրականում այստեղ ուզում եմ շեշտը մի փոքր ուշադրություն դարձնել ծեծված մաքուր ձեթի վրա։ Հիմա նայեք, տաճարում կային ճրագներ, որտեղ որ յուղով էր վառվում, ու երբ որ յուղը չլիներ, գիտեք ինչ էր լինելու, պատրույկը վառվելու ու վերջ։ Գիտեք, այստեղ մի սերունդ կա, որը որ բոլորը գիտեն ինչ բան է լամպը։ Ճիշտ եմ, չէ՞ ասում։ Հիմա նայեք, երբ որ օրինակի համար լամպի մեջ վատ բան էիք լցնում, նավթ էիք լցնում, ինքը սկսում էր ծուխ անել, վատ հոտ էր անում։ Տենցա թե չէ։ Հա, ամեն։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ շատ անգամ դուք ինչ էիք անում, ժամանակ առ ժամանակ հետևում էիք այդ նավթի քանակին, նավթի պարունակությանը, եւ գիտեք դուք նայում եք, որպեսզի նավթը չվերջանա, որտեղ ոնց որ նավթը վերջանում էր, ինչ է սկսում էր պատրույկը վառվել ու ինքը շատ վատ հոտ էր անում։ Եվ հիմա նայեք, երբ որ դուք մաքուր նավթ եք լցնում ձեր լամպերի մեջ, դուք հոտ չէիք առնում, ոչ էլ ծխի հոտ էր գալիս։ Ինքը լավ պայծառ լույս էր տալիս, ու երբ որ դուզում էր ավելի պայծառ լույս, դա ինչ էիք անում, մի փոքր բարձրացնում էիք պատրույկը, եւ ինքը ավելի էր լույսը ավելի սենց արկածուն լույս էր տալիս։ Բայց հիմա նայեք, եթե ձեր նավթի մեջ, լամպի մեջ նավթը պակաս լիներ, դուք չէիք կարողանա լավ լույս ունենայիք։ Տենց է թե չէ։ Հիմա նայեք, ինչն է հետաքրքիր, որ տաճարում կային շատ լամպեր կախված, ճրագներ կար կախված, եւ այդ ճրագները լուսավորում էին տաճարի ներսը։ Ու եթե դա ոչ մաքուր ձեթ էր լինում, ինչ էր լինում, ինքը սկսում էր ծխալ, ծուխ էր հանում։ Եվ բնականաբար, նայեք, տաճարը պատկերացեք ամբողջովին լցված լիներ ծխով։ Եվ գիտեք, դա Աստծուն դուր չէր գալի, որտեղ Աստծո ներկայությունը, երբ որ իջնում էր տաճարի մեջ, միջև անգամ ավետարանը, երբ որ մենք կարդում ենք Աստվածաշունչը, ինքը խոսում է, որ անուշահոտ խումբ, որ ես հոտոտեմ։ Եվ հիմա նայեք, Աստծո ներկայությունը գալիս է, եւ այնտեղ բոլորը ծուխ է։ Գիտեք, դա Աստծո դուրը չէր գալի, դրա համար ասում է ծեծված մաքուր ձեթ։ Մաքուր ձեթ։ Եվ գիտեք, պետք չէր որ կեղտոլ դիներ, որ ծուխ չհաներ։ Ես մի բան եմ ուզում հարցնել, որի է հաճելի ծուխը։ Ոչ մեկին։ Գիտեք, իրականում ոչ մեկին հաճելի չի ծուխը, որովհետև երբ որ դու օրինակ հիմա կրակի մոտ կանգնած ես ու ինքը սկսում է ծխալ, գիտես, դու ինչ ես անում, խույս ես տալի ծխից։ Հիմա նայեք, նույն բանը, երբ ինչ է կատարվում, նույն բանը տաճարում էր, երբ որ ծուխը լցված լիներ, Աստծուն դուր չէր գա։ Եվ հիմա նայեք, դրա համար Աստվածաշունչ ինչ ասում, ծեծված մաքուր ձեթ լույսի համար։ Հիմա կասես, բայց դա ինչ կապ ունի այսօրվա քո թեմայի հետ, որը վերնագրել ես յուղի գինը, մի քիչ էլ որ համբերես կկարողանաս հասկանալ։ Հիմա նայեք, Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ մենք ենք այս աշխարհի ճրագը, լույսը։ Եթե մենք չունենանք մեր ներսում յուղ, այլապես մեր ճրագը ոնց է վառվելու, մենք ոնց ենք մարդկանց լուսավորելու, եթե չունենանք այդ յուղը մեր ներսում։ Գիտեք, ճրագը վառ մնալու համար յուղ է պետք։ Քո ճրագը վառ մնալու համար Սուրբ Հոգու յուղն է պետք քեզ։ Հիմա նայեք, ամեն մարդիկ ովքեր որ մեզ կհետևեն կամ կլսեն սոցցանցերով, նայեք, ձեր ճրագը վառ մնալու համար ձեզ յուղ է պետք։ Յուղ, որը որ միշտ, գիտեք, ձեր ներսից պետք է բխի,
Եվ ձեր լույսը սկսի վառ պահել, որովհետև ավետարանը քիչ հետո ես կկարդամ, միտեղ կտեսնեք, որ ասում է ձեր բարի գործերը տենալով, ձեր լույսը ձեր գործերի մասին է խոսելու։ Եվ գիտեք, շատ անգամ մենք չենք ուզում որոշակի գին վճարենք ինչ-որ բանի համար։ Հիմա նայեք, ես նայեցի տարբեր տեղերում եւ Վիկիպեդիայում եւ ոնց է ստանում այդ մաքուր յուղը, մաքուր ձեթը, եւ նայեք ինչ են անում, հավաքում են ձիթապտղի այդ հատապտուղները եւ Վիկիպեդիայում երբ որ ես կարդում եմ, ասում եմ բան անում, աղա ջրով լվանում են, որպեսզի դրանից բոլոր բակտերիաները գնա։ Եվ հիմա նայեք, իշտ է հետաքրքիր, որ նաեւ Հիսուսը ասում է դուք եք երկրի աղը։ Չի ասում դուք եք երկրի շաքարը, չի ասում դուք եք երկրի օրինակ հիմար, չգիտեմ, ճակնդեղը, ասում է աղն եք։ Գիտեք, աղը կարողանում է բակտերիա մաքրի։ Սիրելի եղբայրներ, քույրեր, իրականում Աստված ուզում է, որ այդ ձիթապտղի այդ հատիկը, որը որ յուղ է դառնալու, աղով անցնի։ Եվ հետո գիտեք ինչ են անում, վերցնում են այդ հատիկները ծառից հավաքելուց հետո լվանում են, լվանալուց հետո գիտեք ինչ են անում, անցնում է հին ժամանակներում, գիտեք, այսպես մեծ երգանքի քար ենք ասում, չէ՞, բայց դա կանգնած վիճակում ինքը սկսում է ինչ անել, տրորել։ Երբ որ դա տրորվում է, հավաքում են այդ մասսան, հատուկ պարկեր կան, դնում են մեջը, եւ այդ պարկերը դնում են մամլիչի տակ, այսինքն մենք պրես ենք ասում։ Եվ կամած, գիտեք, դավլենին ավելացնում են։ Երբ որ դավլենին ավելացնում են, սկսում է այդ արդեն ճզմված հատիկներից սկսում է ինչ անել, յուղ դուրս գալ։ Սկսում է յուղ դուրս գալ։ Երբ որ այդ ամենը քանվում է, այլ յուղ չկա մեջը, այդ հինը նորից վերամշակում են եւ այդ մյուս ձեթը օգտագործում են ուրիշ բաների համար։ Եվ կխնդրեմ, որ դու մի պահ նայես մեն ռոլիկը, որը որ մենք պատրաստել ենք, ոնց է ստանում ձեթը, կխնդրեմ ցույց տաք։ Հիմա նայեք, տեսեք, այս քարերը պտտվում են եւ ձիթապտղի այս հատիկները ինչ է լինում, ճզմվում է։ Եվ հիմա նայեք, աշխատողը օգնում է այն ձիթապտղի, ստեղ խնդրում եմ ստոպ արեք, այն ձիթապտղի հատիկները, որ մտնեն քարի տակ, գիտեք շատ անգամ ինչա տեղի ունենում, շատ անգամ դու խույս ես տալիս այդ քարից, եւ գիտեք իրավիճակ է ստեղծվում, որ ծառայողները կամ քոնգերները կամ տան անդամները քեզ հրում են, գիտես ոնց է այդ կինը բահով հրում էր, որ մտնեին այդ ձիթապտղի հատիկները քարի տակ եւ սկսեին ճզմվել, գիտեք շատ անգամ լինում է իրավիճակ, որ քեզ հրում են, որպեսզի դու մտնես այդ քարի տակ ու սկսես ճզմվել։ Եվ խնդրեմ շարունակությունը նայենք։ Եվ հիմա նայեք, դրանից հետո իրանք դնում են մամլիչի տակ ու սկսում են ձգել։ Ու գիտեք ինչքան ձգում են, նայեք յուղը սկսում է հոսել։ Նայեք, ինչ գնալով ինքը ավելացնում է ճնշումը։ Եվ գիտեք ինչքան ճնշումը մեծանում է, այնքան յուղը սկսում է այսպես վազել ու հոսել։ Շնորհակալություն։ Հիմա նայեք, ինչ է հետաքրքիր, հաճախ քո կյանքի դժվարությունները, իրավիճակները կարծես են քարի նման լինեն, որը սկսում է քեզ ինչ անել, ճզմել։ Դու ասում ես, հովիվ, Աստված իմ, ես չեմ ուզում ճզմվել, ես ուզում եմ այդպես մնալ ծառի վրա, գեղեցիկ որպես ձիթապտուղ։ Գիտեք, դուք երկու տարբերակ ունեք։ Հիմա նայեք, կամ դու կարող ես լավ յուղ դառնալ եւ քո ճրակը միշտ վառ մնա եւ նաեւ յուղ դառնալ ուրիշների կյանքի համար։ Մյուս տարբերակում դու կարող ես մնալ ծառի վրա եւ մենք լավ գիտենք, որ հետո ինչ են անում ծառի վրայի մնացածները, հավաքում են եւ բանկաների մեջ պահածո են պատրաստում եւ որ մենք գնում ենք խանութ, ինչ ենք անում, ասում ենք զեյթուն տվեք մեզ։ Եվ դու դառնում ես կեր։ Երկու տարբերակ կա։ Կամ համաձայնվում ես մտնել Աստծո այդ ծրագրերի մեջ, ճզմվել, քեզանից դուրս գա օծությունը, քեզանից դուրս գա յուղը եւ դու սկսես ուրիշների կյանքերը փոխել։ Մյուս տարբերակում դառնում ես
ծառի վրա մնացած են հատիկը, որը որ ինչ-որ մեկը ուտում է, հետո հայտնվում է ուրիշ տեղ։ Հիմա դու ես որոշում, որ տարբերակը լինի, հաճախ գիտես քեզ օգնում են, որ դու մտնես այդ քարի տակ, բայց դու բողոքում ես ու գալիս ես, գիտեք ինչ կա, իմ կյանքի մեջ այսպիսի բան եղավ, ինչ չեն հասկանում, ես սենց եմ ուզում, իրանք սենց են անում, գիտեք մի բան կարող եմ քեզ ասել, սիրելի եղբայրներ, քույրեր, կամ են մարդիկ, ովքեր որ մեզ կնայեք, երբեմն դժվարությունները քեզ ստիպում են, որ քեզանից յուղ դուրս գա, հոսի այդ յուղը, երբ որ սկսում է յուղը հոսել, գիտես դու դադարում ես ապրել քո համար, դու դադարում ես ուղղակի գիտես ինչ անել, ամեն ինչը կենտրոնացնել քո վրա, դու սկսում ես ինչ անել, քո ճրակի համար յուղ ես հավաքում եւ սկսում ես դու լույս տալ, լույս Գիտեք, այստեղ մի սերունդ կա նստած, որոնք որ սովորած դպրոցում սովորած ժամանակ մենք անցնում էինք երկու գրականություն, եւ ռուսական գրականություն եւ հայկական գրականություն։ Հիշում եք, փառք Աստծո։ Հիմա նայեք, եւ ռուսական գրականության մեջ մի հետաքրքիր պատմություն կար, որ բոլորը այգայում էին, մթության մեջ էին, անտառում էին, լույս չկար ու հանկարծ Ես չգիտեմ դա ոնց է տեղի ունենում, հանկարծ մեկը որոշում է, ծերը տանում է, ասես պոկում է իր սիրտը, ու հենց որ սիրտը հանում է դուրս, սկսում է լույս տալ։ Եվ բոլոր այդ լույսի ներքո սկսում են քայլել, եւ այդ ընդհանուր այդ գրականության վերնագիրը այսպես էր՝ Դանկոյի սիրտը։ Գիտեք, այդ պատմությունը այդպեսին էր, բայց իրականում երբ որ մարդու սիրտը անես մարդը կմահանա։ Բայց այդ պատմությունը այնքան տպավորիչ էր, որ ինքը կարողացավ իր անձը զոհել, որպեսզի այդ մարդկանց տայգայից կարողանար դուրս անել։ Հիմա նայեք, սիրելի եկեղեցի, սիրելի եղբայրներ, քույրեր կամ այն մարդիկ, ովքեր որ մեզ կնայեք, ձեզ մի հստակ բան կարող եմ ասել։ Շատ անգամ քո կյանքի այդ իրավիճակները, դժվարությունները քեզ ստիպում են, որ քեզանից յուղ դուրս գա։ Յուղ դուրս գա։ Ինչի, որպեսզի կարողանաս դու ուրիշներին լուսավորել, որտեվ հիմա նայեք, ես ուզում եմ մի տեղ էլ կարդամ, նույն Ղևտացիս 24-րդ գլխի, 4-րդ խոսքը, ասում է ճրակը մաքուր աշտանակի վրա տիրոջ առջև միշտ պետք է պատրաստ լինի, միշտ պետք է պատրաստ լինի։ Հիմա նայեք, քո ճրակը, քո աշտանակը, գիտես, տիրոջ առաջ պետք է միշտ պատրաստ լինի վառվելու։ Հիմա նայեք, երբ որ դու լույսը վառում ես, դու կարողանում ես նաև ուրիշներին լուսավորել։ Գիտեք, մենք հայկական պատմության մեջ, հիմա որ դու գնում եք, օրինակ համար, որ դու գնում եք Սևան, Հիմա նայեք, ընդեղ հետաքրքիր մի արձան եք տեսնելու այդ ճանապարհի վրա, Երևան-Իջևան ճանապարհի վրա, որտեղ մի աղջիկ այսպես կանգնած ճրակը ձեռին է, եւ գիտեք, այդպիսի մի լեգենդար պատմություն կա եւ վերնագիրը այսպես է աղթ համար, որտեղ մի տղա սիրարված է լինում աղջիկան եւ ամեն երեկո աղջիկը ճրակը ձեռին, այդ տղան լողալով գալիս է, հանդիպում են ունենում, ու գիտեք, երբ որ իմանում են իրենց բարեկամները կամ ծնողները, գիտեք ինչ են անում, այդ օրը ճրակը պահում են եւ այդ տղան ջրերի մեջ խեղդվելում ասում է, վերջում ասում է, աղթ համար, ու այդպես էլ վերնագրել են շատ մարդիկ այդ լեգենդի պատմության մեջ, հիմա նայեք, երբ որ քանի դեռ ճրակը կար, այդ տղան կարողանում էր գար լույսին, ճրակը չկար, ինքը խեղդվեց ծովում, հիմա նայեք, սիրելի եկեղեցի, Աստծո Սուրբ Հոգին ուզում է մեր մեջ յուղը ավելացնի, որպեսզի մեր յուղը սկսի մեր ճրակը ավելի բոցավառել, եւ որ մեր ճրակը ավելի բոցավառվում է, գիտեք ինչ է տեղի ունենում, սկսում է լույս տալ ուրիշներին, Աստվածաշունչը ասում է խավարի մեջ նստած ժողովուրդը լույսով որդիներին է սպասում, նրանց հայտնվելուն, ու գիտես, բայց լույսով որդիները ինչ են անում, ասում է մենք ուզում ենք մնանք ծառի վրա ու դառնանք կեր, որ մեզ քաղեն ու ուտեն, գիտեք մի բան ասեմ, դու ցանկացած բան, որ ուտում ես, Քոստամոքսը մարսում է, հետո վերջում հայտնվում է ուրիշ տեղ։ Հիմա նայեք, սատանայի ամբողջ ուզածը սա է, որ քրիստոնյաները որոշեն, մենք կմնանք ծառի վրա ու կդառնանք կեր, բայց գիտեք Աստծո ուզածը որն է, որ քեզանից յուղը դուրս գա։ Յուղը, որպեսզի դու ինչ անես, լուսավորես
Գիտեք, դժվարությունը երբեմն մեզ օգնում է, որ յուղ դուրս գա եւ հոսի։ Եվ գիտեք, հաճախ դժվարությունների ժամանակ դու ես որոշում ոչնչանաս, թե թույլ տաս, որ յուղը գա ու սկսես գիտես չանել մատակարարել քո ճրակի լույսը։ Գիտեք, այնքան մարդիկ կան, որ դժվարության ժամանակ ոչնչանում են։ Ես մտածում եմ, գիտեք ինչ, հենց որ եկա Աստծուն իմ կյանքը պետք է ամբողջովին, չգիտեմ ինչպեսի գեղեցիկ լիներ, ոչ մի դժվարություն, ոչ մի խնդիրներ։ Գիտեք, իրականության մեջ դժվարությունները հաճախ օգնում են քեզանից սկսելու դուրս գալ յուղը, ոնց են մամլիչի տակ։ Ինչքան մամլիչը, որ մենք պրես ենք ասում, ավելի է իր ճնշումը մեծացնում, ավելի շատ յուղ է դուրս գալիս։ Հիմա նայեք, սիրելի եկեղեցի, եղբայրներ, քույրեր, կամ այն մարդիկ, ովքեր որ մեզ կնայեք, գիտեք, հաճախ դժվարություններ կան, որ օգնում են քեզանից յուղ հոսի։ Իսկ յուղը երբ որ հոսում է, գիտես, դու սկսում ես ուրիշին լուսավորել, կյանքեր փոխել։ Չէ՞ որ այս տարի հռչակված է արթնության տարի, զարթոնքի տարի։ Եվ ոնց կարող ես դու զարթոնք ապրել, եթե դու չունենաս քո ճրակի յուղը։ Չէ՞ որ ես վերնագրել այսպես յուղի գինը կամ ճրակը վառ պահի։ Հիմա նայեք, եթե քո ճրակը վառ մնալու համար միշտ, քեզ միշտ յուղ է պետք։ Իսկ յուղ մենք տեսանք ոնց է ստանում։ Հիմա գիտեք, մի բան եմ ուզում ձեր ուշադրությանը հրավիրել սիրելի եկեղեցի կամ այն մարդիկ, ովքեր որ մեզ կնայեք։ Գիտեք, առաջի Կորինթացիս 15:31-ում ինչն է հետաքրքիր, Պողոսը տեսեք ինչ ասում։ Ուզում եմ դա կարդալ։ Առաջի Կորինթացիս 15-րդ գլուխ 31 խոսքը։ Նայեք ինչ ասում Տիրոջ խոսքը։ Վկա եմ բերում այն պարծանքը, որ ձեր վրա ունեմ Քրիստոս Հիսուս մեր Տիրոջով, որ ես ամեն օր մեռնում եմ։ Գիտեք, երբ որ դուք կարդաք Պողոսի կյանքը, մի բան կտեսնեք։ Գիտեք, Պողոս ասում է, ես իմ հայտնությունների վրա պետք է բարձենամ, հա։ Հետո մի տեղը ասում ես, սկսում է խոսել, որ 40-ից մեկ պակաս անգամ ձախքով ձախկվեցա, նավաբեկության ենթարկվեցի, գիտես, ասում է գազաների հետ մարդկանց պես մարտնչեցի։ Գիտեք, այս բոլոր դժվարությունների մեջով Պողոսը որ անցնում էր, այսպեսի մի տեղ էլ կա Աստծո գրված, ասում է Պողոս, իմ շնորհքը քեզ հերիք է։ Գիտեք, Պողոս այդ ամեն ինչի մեջով ինչքան անցնում էր, իր վրա ավելի յուղը սկսում էր դուրս գալ։ Այն կարգի էր յուղը, երբ որ օծը կծում էր, ասում էր դու սխալ տեղ ես կծե։ Դու նես տեղ ես կծե, որ գիտես կա, չի անցնում։ Գցում էր կրակի մեջ ու բոլորը սպասում են, հեսա մեռնելու է, ում չմեռավ։ Բայց մի հատ քամի անցնում մեր կողքով, մենք վրաց մտածում ենք, ուսես պատկերացնում ենք, հեսա հիվանդանանք, մինինգիտ կստանանք, տանեն գլուխներս կբացեն, գիտես կա այդ բորբոքված մասան կմաքրեն, չէ, ցուրտ է դուսը, ոչ միտեղ չեմ դուս գա տնից։ Գիտեք, շատ անգամ մենք դրանից վախենում ենք, բայց շատ անգամ մենք ուզում ենք, գիտեք ինչ, Պողոսի նման լինենք։ Ասեմ իմիջիալոց ձեզ, առաքյալների մեջ իմ ամենասիրած առաքյալներից մեկը ինքն է։ Որտեղ տեսնում եմ մի բան, որ ինքը ավետարանի համար պատրաստ էր ամեն ինչի, եւ այդ բոլոր դժվարությունների մեջ իր յուղը ավելանում էր, օծությունը ավելանում էր, իր ճրակը ավելի էր վառ մնում եւ ամբողջ հեթանոս աշխարհին ինքը կարողացավ, գիտեք ինչ աներ ավետարանը տաներ։ Եվ ասում ես ամեն օր մեռնում եմ։ Գիտեք, եթե մենք կարդանք Գաղատացիների թղթերը, այնտեղ խոսում է մարմնի ցանկությունների մասին, որոնք են այդ ցանկությունները եւ գիտեք, ասում ես մեռնում եմ այս աշխարհի համար, հա։ Միտեղ էլ եմ ուզում կարդալ, երկրորդ Կորինթացիս, 4-րդ գլուխ, ու կկարդամ 10-11 խոսքերը։ Ամեն ժամանակ Հիսուսի մահը մեր մարմինների մեջ կրում ենք, որպես Հիսուսի կյանքն էլ մեր մարմինների մեջ հայտնվի։ Հիմա նայեք ինչ հետաքրքիր։ Եթե դուք օրինակ հիմար կարդաք Եսայի 53 Եսայի մարգարեությունը, գիտեք այնտեղ մետաքրքիր բան կա գրված։ Ասում է ես իմ մորուքը տվեցի կրփողներին։ Ուզում եմ ուղղակի մի պահ պատկերացրեք։ Պատկերացրեք ձեր քանից եք ձեր գլխից մի հատիկ մազ քաշում։ Գիտեք որ մի հատիկ մազ եք քաշում, դա ինքը որոշակի ցավոտ է, բայց վնաս չի տալի ձեզ։ Բայց պատկերացրեք օրինակ մի փունջ մի անգամից պոկում են։ Գիտեք ձեր գլխի մաշկը վնասելու են։ Հիմա նայեք,
Հիսուսն ասում է իմ մորուքս տվեցի փիտողներին։ Գիտեք, եթե իմ մորուքից բռնեն ու խոսքի մի 15 հատ մազ միանգամից ուզենան պոկել, իմ մաշկը կվնասեն։ Եվ իմանայեք, այստեղ ինչ ասում Պողոսը, Հիսուսի մեր մարմինների մեջ կրում ենք։ Գիտեք, մի ամբողջ լեգիոն մեկ անգամ ես լսում է Բենինին ու հետաքրքիր մի բան ասաց, ին վրա այնքան էր տպավորվել։ Ասում դուք պատկերացնում եք 10,000 զինվոր թքում է մեկի վրա եւ ինքը ամբողջովին թքի մեջ կորած է։ Ավետարանը ասում է մի տեսք չկար, որ ախորժեինք։ Այսինքն չկար Հիսուսի վրա տեսք, որ մարդկանց դուր գար, ծեծված էր ինքը։ Գիտես, կանարգված էր մի բանի համար, քո համար, իմ համար, որպեսզի մենք փրկվենք։ Եվ Պողոսն ասում է մա կրում ենք մեր մեջ։ Հանկարծ քեզ ասում են դու հավատացյալ ես, սկսում ես նեղվել։ Բա գիտես ինչ կա, կարաս մեկ հետ կռիվ անես, չգիտեմ ինչեր անես։ Գիտեք, իրականում պատիվ է, որ մենք քրիստոնյա ենք։ Պատիվ է, որ մենք Հիսուսին գիտենք, որտեղ կա միակ ճշմարիտ Աստվածը, որը բարձրացավ խաչին, որովհետև մենք կյանք ունենանք։ Եվ հիմա նայեք, սելի եկեղեցի, ինչ ամենահետաքրքիրը, որ ասում է, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մեջ հայտնվի։ Այն կյանքը, այն զորությունը, այն օծությունը, որը որ կարողանում էր ջրերի վրայով քայլել, որը որ կարողանում էր, գիտեք, քամուն ասել խաղաղվի ու խաղաղվում էր։ Եթե չլիներ այդ յուղը, եթե չլիներ այդ օծությունը, հավատացեք, ոչ մի բան չէր կարա լիներ։ Ու մենք շատ անգամ գիտեք, չենք ուզում այդ յուղը, չենք ուզում օծությունը։ Այսպես լավ է, այսպես հարմար է։ Կգնամ եկեղեցի, կգնամ տուն, կգնամ եկեղեցի, կգնամ տուն, ավել ոչ մի բան։ Գիտեք, շատ անգամ մենք սա չենք ուզում, բայց ուզում ենք, որ լույսը լույս տա ու մեր յուղը չպակասի, բայց գիտեք, իրականում այդպես չի լինում։ Եվ 11 խոսքը նայեք ինչ ասում, որովհետև մենք որ կենդանի ենք Հիսուսի համար, մահվան ենք մատնվում, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մահկանացուների մարմնի մեջ հայտնի լինի։ Հիմա նայեք, երբ որ այդ իրավիճակները քեզ սկսում են ճզմել, քեզանից յուղ է դուրս գալիս։ Յուղ։ Եվ այդ յուղը կարա բժշկի։ Այդ յուղը կարա հրաշքներ անի։ Գիտեք, այդ յուղը կարա կյանքեր փոխի, այդ յուղը կարա մարդկանց լուսավորի, այդ ռուսական գրականության այդ դանկոյի սրտի պես կարան մարդիկ փրկվեն, խավարից գան լույսին։ Չէ, հովիվ ես չեմ ուզում այդպես։ Ես ուզում եմ մնամ ծառի վրա։ Ծառի վրա լավ է, ծառի վրա գեղեցիկ է։ Ես ուզում եմ մնամ ծառի վրա, ուրիշ ավել ոչ մի բան չեմ ուզում։ Okay, շատ լավ։ Բարի, բայց հիշիր, այգուտերը հավաքելու է քեզ և լցնելու է բանկայի մեջ, պահածոյացնելու է և ուղարկելու է խանութ և ինչ-որ մեկը վերցնելու է քեզ, ուտելու է, կուտն են հանելու շպրտելու է, կուտը հայտնվելու աղբանոցում, մնացածը հայտնվելու արտակնոցում, դու ես որոշում, որ տարբերակ ուզես, սատանայի ամբողջ նպատակը սա է, քեզ ոչնչացնի, որ դու մնաս արտագնոցում։ Բայց գիտեք Աստված ինչ է ուզում։ Աստված ուզում է քեզանից յուղ ստանա, որը որ անուշահոտ է, ուզում է յուղ ստանա, որը որ ճրակը միշտ վառա մնալու։ Ամեն։ Միշտ վառա մնալու։ Գիտեք, մենք ուզում ենք յուղ, մենք ուզում ենք լույս, բայց մենք չենք կարող մեր մարմնի շատ հարցերին լուծում տանք։ Ինձ նեղացրեցին, ինձ ասում են դու հավատացյալ ես դարձել։ Գիտես կա, մենք չենք ուզում շփվել, որտեղ մեր հետ չես գալիս պիղծ կինոներ նայելու, որտեղ չես գալի մեր հետ պղծություններ անելու, չես գալիս մեր հետ ու լիքը բաներ կարող եմ թվարկեմ ես վատ արարքները անելու։ Բայց գիտես քեզանից յուղ կարող է հոսել։ Եվ գիտեք կարող են մարդիկ փրկվել յուղի գինը, գիտեք յուղի գինը, այդ որ ցույց տվեցի, այդ է դառնում, դու այդ հատիկն ես, որը որ քարը գալիս է ու դու գիտես, որ հեսա քեզ ճզմելու է, հեսա քեզ ճզմելու է, հեսա քեզ ճզմելու է, հեսա քեզ ճզմելու է, ու գիտես դու ճզմվում ես, բայց դու մի հատիկ տեսիլք ունես, հետո գնալու ես դու մի հատ ուրիշ ավելի մեծ մամլիչի տակ,
այսպես ասած մեր ժողովրդական խոսքով ասեմ պրեսի տակ, եւ գիտես սկսելու ես ճզմվել, քեզանից ոչ մի բան չի մնում, եւ գիտես մեկ էլ քեզանից յուղ է հոսում։ Գիտեք, դա շատ տարիներ առաջ էր։ Մեկ օր երեկոյան գիշեր էր, ես հերթափողով աշխատում էի, ու արթնացել էի ու քունս չէր տանում, եւ mən գուցե մտածում եք, որ ես սկսեցի աղոթել, ես սկսեցի կարդալ, չէ, չեմ ուզում կեղծավորվեմ։ Գիտեք, ես միացրեցի հեռուստացույցը եւ մի հետաքրքիր փաստագրական հաղորդում էր։ Եթե չեմ սխալվում, չեմ կարող ավելի հստակ ասել, որպեսզի սուտ դուրս չգամ, դա չինական կամ ճապոնական պատերազմի մասին էր խոսքը, որովհետեւ հիմնական այդ լաբորատորիաները այսպես շեղաշկերով մարդիկ էին, եւ գիտեք գերիները ինչ էին անում։ Ես ապշած էի այդ հաղորդումից։ Գիտեք, մտցնում են մի հատ կամերայի մեջ եւ սկսում էին կամած դավլենի այսպես ճնշումը բարձրացնել։ Եվ հստակ չեմ հիշում, դա շատ տարիներ առաջ էր, դա 2002-3 թվերի պատմություն եմ, 4 թվի պատմություն եմ ասում։ Եվ գիտեք, այդ ինչ որ ճնշման էր հասնում եւ մեկ էլ այդ բոլոր ապակիները առնոտվում էր, այսինքն մարդը տրակում էր այդ ճնշումից։ Եվ հետո գիտեք ինչ էին անում, վերցնում էին մարդկանց ձեռքը, մտցնում էին ազոտի մեջ եւ հանում էին ու փայտով որ խփում էին, կարծես ապակի փշրվում էր մարդկանց ձեռքերը։ Եվ այդպես մարդկանց վրա փորձեր էին անում։ Եվ գիտեք, ես չդիմացա անջատեցի այդ հաղորդումը, չկարողացա նայել, որտեղ իրականում շատ դաժան էր, բայց միջև հիմա դա տպավորվել է իմ մեջ։ Գիտեք, աշխարհը ուզում է իր ճնշումներով քեզ պայթեցնի, բայց Աստված թույլ է տալիս իրավիճակներ, որպեսզի քեզանից յուղը դուրս գա ու բժշկություն բերի։ Աստված թույլ է տալիս իրավիճակներ, որպեսզի քեզանից, գիտեք ինչ անի, յուղ հոսի ու բժշկի մարդկանց կյանքեր փոխի։ Աստված ուզում է քեզանից յուղ հոսի, որպեսզի քո ճերակը վառվի, որտեղ երբ որ քո ճերակը սկսեց վառվել, գիտեք ինչ է լինելու, մարդկանց լույս է տալու։ Դու պարզապես սկսելու ես լույս տալ։ Եվ մարդիկ գալու են այդ լույսին, որտեղ խավարի մեջ լույս չկա, բայց երբ որ կա լույս, մարդիկ վազում են լույսին։ Գիտեք, մենք հայերը ժամանակ ենք ունեցել, որ րոպեով ժամով էր լույսերը, եւ բոլոր ունեն իրենց տներում լամպեր։ Եվ գիտեք, այն լամպի ապակին, որ կոտրված էր կամ ծակված էր, գիտեք, այդ մարդիկ այդ լամպեր չեն օգտագործում, վերջում գցում են աղբանոց։ Սելիս դու երկու տարբերակ ունես, կամ դառնում ես այն ոսկի անոթով ճերակակալը, որը որ կախված է ու սկսում է լույս տալ, մյուս տարբերակում դառնում ես այն ծակ լամպը, որը որ տանուտերը, երբ որ քուրիկները այսպիսի մետաքրքիր արտահայտություն են, դե իհարկե ռուսերեն է, ու բորկա են անում, ինչքան ոչ պիտանի բան կա, թափում են։ Դու երկու տարբերակ ունես, կամ դու միշտ մնում ես կախված ու լույս ես տալի ու լուսավորում ես, մյուս տարբերակում քեզ գցում են աղբանոցը ու վերջ գնում ես։ Դու ես որոշում, սիրելիս։ Այսօր իմ ուղերձը մի բան է։ Եթե Աստված թույլ է տվել քեզ, որպեսզի մտնես դժվարությունների մեջ ու քեզանից սկսի յուղ հոսել, մի տրտնջա։ Աստված գիտի ինչ է անում։ Գիտեք, քիչ առաջ մենք տեսանք այն կինը ինչ էր անում։ Բահով հրում էր, որպեսզի բոլոր ձիթապտուղները ճզմվեն։ Եվ հետո վերցնում էր այդ ճզմված մասան ու ինչ էր անում, լցնում էր տոպրակների մեջ, հատուկ մեշոկներ են, ու իրանք դնում են այդ մամլիչի տակ ու սկսում են ինչ անել, ճնշել, այսինքն մեծացնում են ճնշումը եւ այդ ժամանակ սկսում է հոսել յուղը։ Աստված ուզում է, որ դու համաձայնվես։ Գիտես ինչին, այն իրավիճակները, որ քեզանից յուղ դուրս գա, որպեսզի կյանքեր փոխվեն։ Միտեղ եմ ուզում կարդալ, դա Մատթեոս ավետարանում է գրված։ Մատթեոսի ավետարան 5-րդ գլուխ 15-16 խոսքն է։ Նայեք ինչ ասում Տիրոջ խոսքը։ Ճերակը չեն վառում եւ դնում գրվանի տակ, հապա աշտանակի վրա, որ լույս տա բոլոր տանմոջ եղողներին։ Այնպես թող լուսավորվի ձեր լույսը մարդկանց առջև, որ տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն ձեր Հայրը, որ երկինքն է։ Հիմա նայեք, ինչ ասում Տիրոջ խոսքը։
Ճերակը չեն վառում ու դնեն գրվանի տակ, այսինքն չեն վառում ու դնեն օրինակի մար մահճակալի տակ, կախում են, որպեսզի լույս տա։ Հիմա նայեք, երբ որ լույսերը գնում է, դու մոմերը չեք վառում ու դնեք օրինակի մար կաստրուլքի տակ։ Դուք դնում եք ավելի բարձր տեղ, ինչի, որպեսզի լույս տա տան մեջ եղողներին։ Հիմա նայեք, քո լույսը առաջինը տան մեջ եղողներին համար է պետք եւ երկրորդը, նայեք ինչ ասում։ Այնպես է թող լուսավորի ձեր լույսը մարդկանց առջև, որ տեսնեն ձեր բարի գործերը, փառավորեն ձեր հայրը, որ երկինքն է։ Հիմա նայեք, առաջինը քո լույսը լուսավորում է Աստծո տան մեջ, երկրորդը քո լույսը լուսավորում է աշխարհը։ Հիմա եթե դու չունես յուղի պաշար, գիտես քո պատրույկն է սկսելու վառվել, իսկ քո պատրույկը վերջանալու ու դու վերջ։ Հետո որ յուղ լստեն այդ ճրակակալի մեջ, ինքեր չի վառվելու, որտեղ չկա պատրույկ, Աստված չի ուզում որ քո պատրույկը վառվի, Աստված չի ուզում որ դու ոչնչանաս, Աստված չի ուզում, գիտես, ինքը դաժան Աստված չի որ քեզ ոչնչացնի։ Աստված ուզում է որ դու լույս տաս, լուսավորես։ Օ, ինչի հանդիպեց այս դժվարությունը ինձ, օ, ես էսպես էի, իմ կյանքը այնքան ուրախ էր, իմ կյանքը խաղաղ էր, ես ամեն ինչ հրաշալի էր։ Գիտես, շատ լավ, դու այն պտուղն էր, որ ծառի վրա էր, այդ ժամանակ ամեն ինչ հրաշալի է։ Բայց դու ունես նպատակ, Աստված քեզ կանչել է ինչ-որ բանի համար, սիրելիս, ովքեր որ մեզ նայում եք, Աստված ձեզ կանչել է ինչ-որ բանի համար, եւ ուզում է ձեզանից ստանա յուղ, որպեսզի դուք լույս տաք, լույսի համար յուղ, որպեսզի ձեր լույսը լուսավորի ձեր շրջապատի մարդկանց, եւ մարդիկ տեսնեն ու փառավորեն Աստծուն, որովհետեւ մենք բոլորը ստեղծված ենք Աստծո փառքի համար, ստեղծված չենք, որպեսզի մեր գեղեցիկ մկաները ցույց տան կամ չգիտեմ ինչ անենք։ Գիտեք, շատ անգամ մենք նայում ենք Պողոսի կյանքին, որ տեսնում ենք առաքյալներից, գիտեք ինչ էին անում, թաշկինակներ բերում էին, դնում էին իրանց վրա, տանում էին։ Բայց ուզում եմ մի հատ քեզ հարց տամ։ Քանիսիդ են 15-20 հոգով ծեծեմ։ Հա, ոչ մեկ ձեն չի անում։ Գիտեք, հիմա մի բան ասեմ։ Նայեք գործ առաքելոցում Պողոսի կյանքին։ Բռնեցին, ծեծեցին, ֆոտերից բռնին, քաշ տվին, տարանքցին աղբանոցը։ Աշակերտները մոտեցան, սկսեցին աղոթել։ Պողոսը հելավ, շորերը թափ տվեց ու ինչ արեց, մտավ նորից քաղաք ավետարանելու։ Բավական է, որ քո տան անդամները սկսեն քո վրա խոսալ, կներեք, ելես եկեղեցի չեմ ուզում գամ, որովհետև ին վրա խոսում են։ Բայց գիտեք, մենք չենք ուզում այդ գինը վճարել։ Ին վրա խոսացին, ասեցին էլ մի գնա, ես էլ չեմ գալիս եկեղեցի։ Ասեցին մնա տանը հավատա Հիսուսին։ Գիտես մի բան ասեմ, ամենամեծ սուտն այս աշխարհի։ Դու տանը չես կարա մենակ հավատաս Հիսուսին։ Առանց եկեղեցու դու չես կարող։ Որտեղ նորից եմ ուզում կարդալ, նայեք ինչ ասում։ Ճրակը չեն վառում դնում գրվանի տակ, հապաշտանակի վրա, որ լույս տա բոլոր տան մեջ եղողներին։ Դու առանց այդ տան չես կարա լույս տաս։ Գիտեք օրը ցերեկով ով է լույս վառում։ Օրը ցերեկով են լավ, ինձ հավես արևի ժամանակ։ Քանիստ եք լամպը վառում հելում դուրս բան մանգալի։ Կասեն ես գիժնով է։ Այս գեղեցիկ արևի ժամանակ լամպը վառած բան է մանգալիս։ Գիտեք, լամպը վառում է, որ մութ է։ Սելես գուցե իրականում Աստված թույլ է տալիս այդ իրավիճակները, որ դու կարողանաս քո ընտանիքին լուսավորես։ Իսկ դու ասում ես, իմ ընտանիքը սկսեց ինձ հալածել։ Լավ է, արդեն մտնում ես այն, մենք երգանքի քար ենք ասում, որ քիչ առաջ պտտվում են այդ քարի տակ, արդեն սկսում ես ճմրտվել, սկսվեց։ Գիտես, թույլ տուր Աստված գիտի ինչ անում։ Գիտես, որ դու որոշում կայացնես, ուզում եք ինձ սպանեք, ուզում եք տնից դուրս արեք, ինչ ուզում եք արեք, ես գնալու եմ Հիսուսի հետևից։ Գիտես, իրանք տեսնելու են քո նվիրվածությունը, փոխվելու են։ Գիտեք, աշխարհը ձեզանով չի սկսել, ձեզանով չի ավարտվելու։ Կամ այն մարդիկ, ովքեր որ մեզ կնայեք, իրականում հավատացեք։ Սուրբ Հոգին ուզում է ձեզանից յուղ ստանա։ Ուզում է յուղը ավելացնի, որպեսզի դուք կարողանաք, գիտեք ինչ անել, լուսավորել։ Դուք կարողանաք լուսավորել։ Որովհետև շարունակությունը ինչ ասում Տիրոջ խոսքը, այնպես թող լուսավորվի ձեր լույսը մարդկանց առջև,
որ տեսնեն ձեր գործեր ու փառավորեն հորը։ Ամեն, իրականում դա այնքան կարևոր է, որ դուք հասկանաք, որ առանց յուղի ճրակը չի վառվում, առանց յուղի չի վառվում ճրակը։ Իսկ յուղ ոնց են ստանում, ես ձեզ քիչ առաջ ցույց տվեցի, ոնց են ստանում յուղը, եւ քիչ առաջ ուզում եմ գնամ նորից առաջի տեղը, որ կարդացի, Ղևտացիս 24-րդ գլուխ 2-րդ ասում է ծեծված մաքուր ձետ լույսի համար, ճրակի համար։ Սիրելիս, Աստված ուզում է քեզանից, գիտես ինչ ստանա, մաքուր յուղ։ Աստված ուզում է քեզանից մաքուր յուղ ստանա։ Կխնդրեմ գաք նվագեք։ Գիտեք իրականում Աստված ուզում է քեզանից մաքուր յուղ ստանա։ Մաքուր յուղ, որպեսզի գիտես ինչ անի, իր ճրակի մեջ միշտ վառ մնաս ու չծխաս, այլ քո լույսը սկսի լույս տալ։ Ու գիտեք, երբ որ քո լույսը սկսում է լույս տալ, մարդիկ այդ լույսը տեսնելու են։ Եվ տեսնելու են քո կյանքը, քո գործերը, ու սկսել են փառավորել Աստծուն։ Բայց եւ այնպես կարող է ճիշտ հակառակը լինել։ Ուզում եմ մտածես։ Ուզում եմ որ դու լսում ես։ Ուղղակի դու մտածես։ Իրականում իմ լույսը մարդկանց լույս է տալի։ Թե մարդիկ հենց ինձ տեսնում են, խուսափում են։ Թե մարդիկ հենց ինձ տեսնում են, ասում են վերջ, եկավ իր մոտ ոչ մի բան չխոսեք։ Թե ինձ քեզ տեսնում են, ասում են խնդրեմ, եկեք, կարող եք մի քիչ ձեր Աստծուց պատմել։ Որտեղ որ դու սկսում ես պատմել, գիտես ինչ ալում, յուղը սկսում է հոսել։ Յուղը սկսում է հոսել, եւ գիտեք, այդ մարդկանց են բոլոր դառը տեղերը սկսում է կակուխանալ, այն չորացած տեղերը սկսում է փափկել, այն իրականում են վիրավորված տեղերը, վերքերը սկսում է բուժել։ Այն կոտրված սրտերը սկսում են, գիտես ինչ, այդ սոսինձի նման սենց կպնել ու իրար վրա գալ։ Գիտես դու երկու տարբերակ ունես։ Կամ այն կոպիտ օրինակից պես բերած դառնալու ես այն ձիթապտղի հատիկը, որովհետեւ դու դառնալու ես կեր ու վերջ, մյուս տարբերակում դու ունես դառնաս յուղ։ Գիտեք, այդ նույն յուղից պատրաստում են օծման յուղ։ Օծման յուղ, որովհետեւ երբ որ Սամուելը եկավ, Դավթին գտավ այդ սրվակը լցրեց իր վրա ու օծեց, կարող ես այդ մյուս տարբերակում դառնալ այդ յուղը։ Դու ես որոշում։ Դու ես որոշում այդ գինը, դու ես որոշում այդ յուղի գինը։ Գիտեք, կան նաև ուրիշ յուղեր, որը որ սնունդի մեջ չի օգտագործվում։ Գիտեք, ես որպես մեքենայի մասնագետ այսպիսի մի բան կարող եմ ասել։ Գիտեք, ժամանակ առ ժամանակ մենք շարժիչի յուղը փոխում ենք։ Գիտեք ինչի, որտեվ յուղը հնանում է, եւ եթե մենք չփոխենք, շարժիչը կվնասվի։ Գիտես, քեզ ամեն անգամ յուղ է պետք։ Քո շարժիչի համար յուղ է պետք, քո լույսի համար յուղ է պետք։ Գիտես, սիրելիս, քո յուղը կարող է, գիտեք ինչ անել, կյանքեր փոխել։ Քո յուղը կարող է քո շարժիչը երկարակեցություն ապահովել։ Քո յուղը կարող է, գիտես ինչ անել, հոսել ու մարդկանց կյանքեր փոխել։ Քո յուղը կարող է ճրակը միշտ վառ պահել։ Գիտեք, սիրելի եկեղեցի, որպես մեքենայի մասնագետ ասեմ, երբ որ շարժիչի յուղը իր մեջից դատարկվում է, այդ շարժիչը երկար չի կարող աշխատել, ինքը վնասվում է եւ վերջ։ Թույլ մի տուր, որ քո յուղը պակասի։ Իսկ յուղը մենք տեսանք ոնց են ստանում։ Ու շատ անգամ մենք չենք ուզում գին վճարել։ Գիտեք, մենք ուզում ենք պարզապես ապրել մեր աշխարհի կյանքը, մենք ուզում ենք պարզապես ապրել մեր հաճույքները, գիտեք, մեզ ոչ ոք ոչինչ չասի, դուրս գանք փողոց, բոլորը մեզ խոնարհվեն, գիտեք ինչ անենք, գնանք խանութ, ասենք, գիտեք ինչ կա, դուք քրիստոնյա եք, ինչ ուզում եք վերցրեք առանց վճարելու, գիտեք, չկա այդպիսի բան։ Դու գին պետք է վճարես։ Ու յուղը երբ որ հոսում է, գիտես քո ճրակը միշտ վառ է մնում։ Եվ վերջի տեղն եմ ուզում կարդալ դա Ղուկասի ավետարան 12-րդ գլուխ 35 խոսքն է։ Ձեր մեջքերը գոտևորված լինեն եւ ճրակները վառված։ Գիտեք, առանց յուղի ճրակը չի վառվում։ Գոտևորվիր, որ յուղը սկսի դուրս գալ։ Գիտեք, երբ որ քո յուղը սկսի դուրս գալ,
քո ճերակը սկսել ավելի բոցավառվել։ Գիտեք, մենք մի սերունդ ենք, որ ունեցել ենք նավթով վառարաններ։ Երբ որ նավթի հոսքը ուժեղացնում ենք, վառարանը սկսում էր այսպես, մենք սիրում ենք, չես բառը ասել, սոս գրգռալ են վառվել։ Գիտես, սկսում այնք ավելի սենց կրակոտ վառվել եւ այդ վառարանը սկսում էր կարմրել, այդ խողովակները, որ ծուխը տանում են, սկսում էր կարմրել։ Եվ գիտես, քո յուղը կարիք կա ավելանալու, որ քո լույսը ավելի բոցավառվի, որ դու կարողանաս ավելի շատ մարդկանց կյանքեր փրկել։ Խնդրում եմ քեզ, մի վախեցի։ Մի վախեցիր, երբ որ Աստված թույլ է տվել դժվարություն։ Մի վախեցիր, երբ որ Աստված թույլ է տվել իրավիճակ, որտեղ դու անցնում ես ինչ-որ բաների մեջով։ Եթե դա իհարկե քո խելքից չի կամ քո սխալներից չի, եթե Աստված է թույլ տվել, Աստված ուզում է քեզանից յուղ ստանա։ Եվ դու, ինչպես որ են ձիթապտուղները, հենց քարը գալիս է, փախնում ես կողքի։ Այն տեսակ բաղը ոնց էր բերում ներս։ Հենց բերում է, դու ներսում ես, բրդում է ինչ-որ մեկը քեզ, հենց քարը գալիս է, դու նորից ես փախնում։ Գիտես, դու երկու տարբերակ ունես։ Թույլ տուր, թույլ տուր։ Թույլ տուր, որ Սուրբ Հոգին սկսի քո ներսում այդ յուղը արտադրել։ Որովհետև եթե չկա յուղը, չկա ճրակը, չկա ճրակը, չկա լույսը, կա խավարը, եւ խավարի մեջ մարդիկ խարխափում են։ Իսկ Աստված ուզում է քո լույսը, որպեսզի մարդկանց կյանքերը լուսավորի։ Սելիս, երբ որ դու կլսես մեզ թեկուս համացանցով, մտածեք, ինչքանով է ձեր լույսը մարդկանց լույս տալիս։ Ինչքանով է ձեր ճրակը վառ։ Ինչքանով եք, երբ որ ձեր շրջապատում գիտեն դուք քրիստոնյա եք, չեն ասում, սրա նման ենք մենք խի, այս էլ հավատացյալ մենք էլ, սա աղորը սուտ ասելով, գողանալով, սրանից նրանից խապելով մանա գալի։ Գիտեք, այդ դեպքում ասեմ ձեզ, ձեր լույսը մարդկանց չի լուսավորում, մտածեք։ Ես քիչ առաջ կարդացի Մատթեոս 15:16 խոսքը, որ ասում է, ձեր լույսը մարդկանց առաջ լույս տա, լուսավորի մարդկանց։ Սելիս դու ես որոշում։ Սել եկեղեցի դուք եք որոշում, ձեր լույսը լույս տա, թե դուք մնաք ծառի վրա, եւ մի օր հայտնվեք պահածոյի բանկայի մեջ, եւ մի օր հայտնվեք մի խնջույքի սեղանի վրա, եւ մեկը պատարակաղով ձեզ վերցնելու է ուտի, ու հետո էլ մտածի, այս լավը չէր, փորը սկսեց ցավել, գնում եմ արտակնոց։ Դուք եք որոշում, դառնաք յուղ, թե կեր։ Կխնդրեմ ձեզ մտածեք։ Գիտեք, իրականում մեր ճրակները պետք է վառ պահենք եւ շատ անգամ իրականում ամեն բան գին ունի։ Կխնդրեմ ձեզ, որ կանգնեք ոտքի եւ միասին աղոթենք։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր որ մեզ հիմա լսում են կամ կլսեք, գիտեք, երբ որ այս խոսքը կլսեք, վերջացնեք, կուզենամ մտածեք եւ կանգնեք աղոթքի։ Կանգնեք աղոթքի ու ասեք, Տեր, իրականում ես ուզում եմ յուղ եւ ես համաձայն եմ այդ դժվարությանը, համաձայն եմ այդ իրավիճակին, համաձայն եմ այն մամլիչը, որ նկարում կար, համաձայն եմ, կարևոր ինձանից յուղը դուրս գա ու կյանքեր բժշկի, իմ յուղը դուրս գար, իմ ճրակը վառ մնա, որպեսզի մարդիկ լուսավորվեն։ Ես ուղղակի աղոթում եմ, որպեսզի ամեն մեկդ այդ իրավիճակի մեջ չկոտրվեք ու չհանձնվեք, չոչնչանաք, այլ ձեզանից թող յուղը հոսի եւ բերի մարդկանց կյանքերի մեջ բժշկություն, բերի ազատագրում, բերի կյանքեր։ Աստված օրհնի ձեզ։ Եկեք բոլորս միասին սկսենք իրականում գալ Տիրոջ առաջ ու աղոթքի կանգնելու, ասել, Տեր, ուզում եմ յուղը դուրս գա ինձանից Հիսուսի անունով։